Քարոզարշավը սկսելու օրվանից մենք սկսել ենք մեր քարոզարշավը։ Քարոզարշավը տարբեր ձևաչափերով ենք սկսել։ Ես սկսել եմ Երևանից։ Հանդիպել եմ նաև իմ համայնքի ներկայացուցիչներին։ Հիմա իմ հարազատ մարզում ենք, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում ենք, որը ինձ հարազատ գյուղ է։ Եվ հիմա քարոզարշավ ենք իրականացնում։ Եվ տրամադրությունները շփումներին չեն ցույց տալիս։ Անկեղծ ասած, իմ սպասած տրամադրությունը ստանում եմ։ Մարդկանց արձագանքները մեծամասամբ դրական է։ Տրամադրված են ընտրություններին գնալու եւ ընտրելու իրենց իշխանությանը։ Եվ ես ուրախ եմ, որ նման ակտիվություն ենք նկատում։ Պարոն Բաքոյան, հիշում ենք, որ Ուրցաձորը այն բնակավայրն է, այն համայնքն էր, մինչև խոշորացումը, որտեղ բավականին դժվար եղավ ԿՊ-ին հաջողության հասնել երկրորդ փորձից, հա, Գարիկ Սարգսյանը կարողացավ համայնքապետ դառնալ։ Կոնկրետ Ուրցաձորի մասով ինչ եք արձանագրում։ Եթե դուք նկատի ունեք մենակ այդ իրադարձությունը եւ դրան հաջորդող իրադարձությունները նկատի չունեք, ապա կարող ենք դա արձանագրել եւ դրա վրա վերլուծությունը կազմել։ Բայց դրան հաջորդել են ընտրություններ դրանից հետո, որտեղ քաղաքացիական պայմանագիրը ձայների բացարձակ մեծամասնություն է ստացել եւ մենք դրա համար շնորհակալ ենք Ուրցաձոր համայնքի մեր բնակիչներին։ Մենք նաեւ ինչպես վեդի խոշորացված համայնքի մնացած, այնպես էլ մնացած համայնքներում, այնպես էլ Ուրցաձոր խոշորացված համայնքում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, պետական ծրագրեր ենք իրականացնում եւ ուրցաձորցիները ըստ էության նկատում են այդ ծրագրերը, որոնք իրականացվում։ Պարոն Բաքոյան, նշեցիք, որ ձեր հարազատ մարզում ենք, վերջին օրերին բելի տեղի ունեցած այդ դեպքերի հետ կապված, երբ հայտնի դարձան արդեն շոկի մեջ է հանրությունը։ Դուք կոնկրետ որպես մարզի բնակիչ, հա, երբ եք իմացել այդ մասին, քանի որ նշում են նախքան այս հրապարակումները, որոնք արվեցին դեպ լրագրողների հրապարակումներից հետո հայտնի դարձավ այսպես աղմուկը բարձրացվեց, ավելի վաղ ասում են, որ բեդիում են խոսել այդ մասին, ավելին, եթե դպրոցում իմացել են, մարզպետարանը իմացել է, ոստիկանությունը փետրվարի 22-ին հաղորդում է ներկայացել։ Ձեր հարազատ մարզում եւ որպես պատգամավոր, դուք երբ եք տեղեկացել եւ ինչ քայլեր կարող եք ձեռնարկել։ Չեք կարծում, որ եթե հնարավորինս շուտ այդ մասին բարձրաձայնվեր, որևէ քայլ ձեռնարկվեր, ապա չէ շարունակվի, մինչև ինչպես նշում են փաստաբանները եւ իրավապահներները, մինչև ապրիլ ամիս այդ երեխեքին այդպես խոշտանգումների բռնության չեն ենթարկի։ Դեպքը, որը տեղի ունեցել Վեդիում, որևէ դրամաբանության սահմանում չի տեղադրվում եւ այն մարդիկ, ովքեր մեղավորներ են, շատ խիստ պատիժ պետք է կրեն։ Ես գիտեմ, որ իրավապահ մարմինները այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։ Քրեական ոստիկանությունը իր աշխատանքը պատշաճ իրականացրել է եւ այստեղ այն կառույցները, որոնք պետք է զբաղվեն դրանով, զբաղվել են, մնացած մասով այդ դեպքում պաշտոնանկությունները ինչի հետևանք էին, մնացած մասով ըստ էության դուք նկատեցիք, որ նաեւ արձագանքը եղավ մարզում պաշտոնանկությունները եւ հետագա ընթացքում ոչ միայն ես, այլ նաեւ մեր բոլոր քաղաքացիները ակնկալում են, որ այստեղ խիստ պատիժ կկիրառվի եւ մեղավորները խիստ պատիժ կստանան։ Պարոն Բաքոյան, տեսեք, մեղադրում են նաև համայնքի ղեկավարին, քանի որ ասում են պետք է համայնքապետարանը նման խնդիրներ ունեցող, բացի որ կարիքավոր, հա, երեխաների առողջական վիճակը հաշվի առնելով նաև նման խնդիրներ ունեցող երեխաներին պարբերաբար համայնքապետարանի ներկայացուցիչները պետք է այցելեն, արձանագրեն ինչ-որ բաներ, իրենց հետ աշխատեն, բայց ինչպես տեղեկացանք, տարվա մեջ ընդամենը մեկ անգամ են այցելել, դա նաև համայնքապետարանից էին փոխանցել, ավելին ասում են, որ ոստիկանությունից մեզ փոխանցել են, անձամբ ինձ փոխանցել են, որ դա ոստիկանության անգործություն է, քանի որ երբ դպրոցը իմացել է ոստիկանություն հաղորդումի ներկայացվել, իրենց տեղակ չեն πάρել։ Եվ հիմա խոսում են, ասում են, ինչու Գարիկ Սարգսյանը հրաժարական չտվեց այս բանը։ Չեմ կարող մեկնաբանել քաղաքապետարանի մեկնաբանությունը, բայց հստակ կարող եմ արձանագրել, որ քաղաքապետարանը այստեղ որևէ անելիք չուներ եւ քաղաքապետարանից կախված որևէ բան չկար, որ քաղաքապետարանը պետք է աներ եւ չի արել։ Քաղաքապետարանի տիրույթում, այսինքն համայնքապետարանի տիրույթում որևէ գործառույթ չի եղել, որ համայնքապետարանը չի իրականացրել
Ամբողջ աշխատանքը եղել է իրավապահ համակարգի տիրույթում եւ իրավապահ համակարգը այն իրականացրել է, այլ բան է ինչ ձևաչափով է իրականացրել եւ դա բավարար է եղել, թե ոչ, դրա արդյունքը եղել է նաեւ հետագա հրաժարական։ Գոյություն ունի խնամակալության այսպեսի հանձնաժողով, որը պարբերաբար պետք է այցելեր, սակայն չի այցելել։ Ես նկատում եմ, եթե այցելեր, այդ խնդիրը ավելի շուտ չէր վերհանվի եւ կկանխեր հետագա այդ բռնության դեպքերը։ Տեսեք, համայնքապետարանի համապատասխան բաժինը ըստ էության սահմանված կարգով այցերը եւ իր աշխատանքը իրականացրել է, Տարվա մեջ մեկ այց։ իրականացրել է, բայց այն, որ որևէ արձագանք համայնքապետարանը չի ստացել ոչ դպրոցից, ոչ հարևաններից, ոչ ընտանիքից կամ ոչ որևէ այլ տեղից եւ ասել, որ համայնքապետարանը այստեղ որևէ կապ ունի, կարող ենք նաեւ զուգահեռ քայլել արդարացի չեմ համարում։ Եվ Համայնքապետարանը նաեւ իդեպ ասեմ, որ վեդի խոշորացված համայնքի այն բնակիչներին, որոնք եւ կարիքավոր են եւ համայնքապետարանի ուշադրության կարիք ունեն, համայնքապետարանը պատշաճ ուշադրություն դարձնում։ Եվ վերջին հարցը մի բան կանենք, պարոն Բակոյան, դուք թիմում որ քննարկումներ են ունենում կարևոր հարցերի շուրջ, որպես պատգամավոր եւ նաեւ ԿՊԱ-կն, բոլոր հարցերին դիապետում եք քննարկում լինում, կիսվում են։ Հարցը չեմ հասկանում անկեղծ։ Կարևոր հարցերի վերաբերյալ բոլոր թիմակիցները իմանում են, տեղեկանում են, թե գոյություն ունեն առանձին ինչ-որ հատվածներ, որ այդ բլոկը օրինակ դες չի վերաբերում։ Մեր կուսակցությունում չկա էլիտա եւ չկա էլիտայից զատված այլ շերտ, մեր կուսակցությունում կա հավասարության սկզբունքը եւ մեր կուսակցությունը ըստ էության Հայաստանի ամենաժողովրդավար կուսակցությունն է եւ նախորդող բոլոր ընտրությունները ըստ էության դրա մասին վկայել են, ոչ միայն համապետական ընտրությունների մասին, այլ ներկուսակցական ընտրությունների մասին, թե մենք ինչ ձևաչափեր ենք դրել եւ ունենք նաեւ գործընկեր падգամավորներ, ովքեր չեն անցել հաղթարել անցումային շեմը, որ գանացնեն։ Ես նկատում եմ որևէ բան չի լինի, հա, որ թաքցնեն ինչ որ պաշտոնյաներ չիմանան, մի մաս իմանա, այսինքն ինչ որ բան լինի, բոլորը կիմանան։ Չկա նման բան, որ որոշ պաշտոնյաներ պետք է իմանան կամ կուսակցության որոշ անդամներ պետք է իմանան, որոշ անդամներ պետք է չիմանան, այս մասով մենք նման խնդիր չունենք։ Այդ դեպքում իմ հարցը դա նախապատմությունից այսօր անհարմար վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանի հետ, երևի կադրերը տեսել եք Շենգավիթում, երբ Արարատ Միրզոյանը մոտենում է առանց իմանալու, որ միկրոֆոնը միացված է, ասում է, այսօր թուրքերը բացում են։ Հետո ասում է welcoming անենք, ԱԳՆ-ի կոմենտ տանք, թուրքերը այսօր ի՞նչն են բացում, պարոն Բակոյան, եթե թափանցիկ է բոլորը։ Իհարկե, ես ձեզ հետեւյալ ասեմ, բարև ձեզ։ Քանի որ տարբեր համակարգեր են աշխատում եւ ասել, որ բոլոր համակարգերի աշխատանքին մենք պետք է դիրապետենք, դա տրամաբանական չի, անկեղծ։ Դա կլինի ներքին գործերի աշխատանքը, դա կլինի արտաքին գործերի նախարարության աշխատանքը կամ որևէ այլ գերատեսչության աշխատանք, որևէ գերատեսչություն իր աշխատանքն է իրականացնում։ Այլ բան է, որ այդ հարցերը արդյոք վերջի շրջանում քննարկվել են կուսակցությունում եւ դրա մասին կուսակցականները տեղյակ են թե ոչ, սրա մասին հստակ կարող եմ ասել, որ հարցերը, որ քննարկում են կուսակցությունում, իհարկե բոլորս դրանից կոնկրետ։ Դուք տեղյակ եք, որպես պատգամավոր, դες չէ՞ դաշին թուրքերը այսօր ինչ են բացում։ Դուք հիմա պրովոկացնում եք, բայց ես շատ համբերատար ձեր հարցին պատասխանում։ Ես շատ համբերատար ձեզ շնորհակալություն։ Այն գործառույթը, որ ԱԳՆ-ն իրականացնում է, դրանից ես չեմ կարող ամբողջությամբ տեղյակ լինել եւ նպատակել չունեմ որևէ այլ մեր գործընկերոջ դաշտ մտնելու։ Եվ եթե մեր արտաքին գործերի նախարարը նման հայտարարություն է արել, ըստ էության դրա համար հիմքեր է ունեցել եւ կամած ասել է, որը լսվել է։ Գուցե կամած է ասել, գուցե հենց նպատակային է ասել, որ գուցե այդպես տարածվի, չեմ կարող ասել, բայց եթե դրա մասին ասել ես, միայն ուրախ եմ, եթե մենք հասել ենք այն արդյունքին, որ կարող ենք Թուրքիայի հետ ենթադրում եմ, որ խոսքը սահմանի բացման մասին կարա լինի, իսկ եթե սահմանի բացման մասին է խոսքը, ես միայն ուրախ եմ եւ ողջունում եմ եւ ես ուրախ եմ մեր պետության համար, որ մենք հասել ենք այն արդյունքին, որ կարող ենք Թուրքիայի հետ մեր սահմանները բացել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանները Հայաստանը չի փակել, այլ Թուրքիան է փակել։
Հիմա մեր դիվանագիտության արդյունքում, եթե մենք հասել ենք այդ հաջողության, ապա ես ձեզ դրա համար շնորհավորում եմ եւ մեզ բոլորիս եմ շնորհավորում։ Պարզապես դուք քարոզարշավ եք իրականացնում։ Ճիշտ չէ, որ ճշտեք, որ գուցե քաղաքացիներ ձեզ հարց ուղղեն, դուք ասեք Գիտեք, այս տրամաբանությամբ մենք պետք է բոլոր նախարարությունների աշխատանքներին շատ կարևոր հարց է ուղղակի։ Դե դուք դրա մասին այսօր եք խոսում, մենք էլ այսօր մեկ այլ տեղում քարոզարշավ ենք իրականացնում, որ ենթադրում եմ, որ շուտով դրա մասին պաշտոնական որևէ հայտարարություն կլինի եւ բոլորս կարող ենք իրար ողջունել։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։